Վաղ առավոտյան նորից սկսվել են հարցակողական գործողությունները 3-4 ուղղություններով։ Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրետանային միջոցներ։ Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատասպարման աջակցության, հետախուզական եւ կառավարման կետերի աջակցության տակ կիրառելով բազմատեսակի մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսային ուղղությամբ մեր հակաօդայիներին հաջողվել է խոցել 1.25 գրոհիչ։ Դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել են հակառակորդը, փորձելով պատասպարվել մեր զինված ուժերի հարվածներից, գիշերային ժամերին փորձում է զորքերի վերախմբավորումներ իրականացնել եւ համալրումներ, որպեսզի վաղ առավոտյան մեթոդական, այսպես ամեն օր կրկնվող մեթոդով նորից վերսկսել հարձակողական գործողությունները։ Մեր անձնակազմը վստահաբար կարող եմ ասել, որ տրամադրված է մարտական, հատկապես հակառակորդի բազմաթիվ կորուստներ պատճառելուց հետո դուխները անձնակազմի ավելի է բարձրացել, այնքան որ պետք է մի հատ հրաման, որպեսզի անձնակազմը առաջ գնա։ Կազմը պատրաստ սպասում ենք առաջ հրամանի։ Որ այ ժողովուրդը վստահ լինի, որ մենք որ ստեղ ենք, հաստատ հաղթելու նպատակով ենք ստեղ։ Այս պատերազմը ընդհանուր ավարտելու է ողջ հայության հաղթանակով։ Ամեն ինչ ձգտում ենք տանել նրան, որպեսզի ունենանք հաղթանակ։ Մենք լիովին վստահ ենք մեր անձնակազմի վրա, ես իմ էկիպաժով, Վանք Բոգնդապետի էկիպաժի ու ընդհանուր շտաբաժանման վրա այնքան վստահ, որ որտեղ գնանք, հաստատ հաղթելու ենք։ Թող լինի մեր վերջին պատերազմը, անձնակազմը տրամադրված է, որ թուրք ազգը Ադրբեջանը, որպես Ադրբեջան այդպիսի էլ պետություն չլինի։ Այդ կարգի տրամադրված է անձնակազմը։ Առաջ տանկիստներ։ Ամի վերջին պատերազմը եւ պատերազմը ավարտվելու պսակվելու է հաղթանակով, միայն հաղթանակով։ Ճիշտ է, ունենք նաեւ կորուստներ, բայց դե բոլոր դեպքերում մենք լրիվ կատարել ենք մեր յուրաքանչյուր ցանկացած խնդիր։ Պատրաստ ենք ելի կատարել տարբեր խնդիրներ, տարբեր հատվածներով։ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն հրադադարի մասին եւ հրադադարը չի պահպանվել Ադրբեջանի կողմից եւ հրադադարը պետք է ուժի մեջ մտներ ցերեկը 12:00-ին 12:05 Ադրբեջանը հարձակում է սկսել եւ Հադրուտ քաղաքը գրավելու փորձ է արել։ Ինձ համար միանշանակ է, որ սա Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակներում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի արևելք, դեպի հյուսիս եւ դեպի հարավ-արևելք ծավալվելու համար։ Великие террористы, религиозные радикалы широко используют Турцию для проецирования интересов нынешнего турецкого руководства и экспорта влияния в соседние регионы.
والله يا حجي شبابنا في منهم جرحى صار لهم كم يوم عم بيدخلوا على المعارك. الله اكبر، ايش هالحكي؟ اي والله هذول الازيريين في ايام عم بيقطعوا علينا الاكل كمان، وفي كثير من الشباب معنا انجرحوا، وهذول الكلاب اولاد الشرموطه ما عم بيسعفوهم وعم بتخلوهم يموتوا مشان ما يدفعوا لهم. اي والله هذول كل يوم على شرب والسكر. الله اكبر الله اكبر. بس والله شبابنا كلهم ندمانين واكلنا خرا انه جينا على هالمحل، ما بنعرفه ما بنعرف مشان شو عم نحارب. كس اخت الحالة عرصة على هاليوم اللي جينا فيه لهون، اقسم برب العباد انه بدنا نهرب على ايران خلص. Մենք հիմա գտնվում ենք հայ ասոցիացիայում, եւ ձեզ ցուցադրում եմ հեսա, ինչ հսկայական օգնություն են հավաքել, որպեսզի ուղարկեն Արցախ։ Ամբողջը հումանիտար, բառից բուն իմաստով հումանիտար օգնություն է մեր հայ ժողովրդի կողմից, մեր Արցախի հայությանը։ Հպարտ եմ, որ հայ ենք ու հաղթելու ենք, ուրիշ ոչինչ։ Ամեն օր ստանում եմ նման փաստեր, տեսանյութեր, նկարներ ամբողջ աշխարհից, Լոս Անջելեսից մինչև Ավստրալիա, Աֆրիկայից մինչև, չգիտեմ, Կալինինգրադ կամ Նոր Զելանդիա։ From Fairfax, where tens of thousands of Armenians have gathered this afternoon to rally for support for their relatives and friends and family back home, where violence is continuing just hours after a ceasefire between Armenia and Azerbaijan on Friday. Both sides now blaming each other for now renewed violence once again as fighting has broken out along the border region of Nagorno-Karabakh. Once again, thousands of Armenians gathering this afternoon here along Wilshire Boulevard as they march west towards San Vicente right now. The front line, arm in arm. You can see a stage, looks like a stage set up there at the end of the block. We count tens of thousands at least that are lining Wilshire Boulevard and turning off of Fairfax TV and Amazon Fire, where you can continue to watch these pictures on the big screen and follow along for all of the breaking news coverage throughout the afternoon. We're going to be here for the next little while and continue to bring you these live pictures as the crowd continues to build and the protest comes to a pause at Hacienda. Again, they started at Pan Pacific Park and have now stretched the entire length of Fairfax. Once again, you are looking live at the Miracle Mile along Mid-Wilshire, stretching into parts of Beverly Hills. But this is not 1915. And this time, the brave people of Artsakh, our heroic soldiers, Armenia,
will win because no other option is acceptable. Hachteluyենք! Hachteluyենք! Հայաստան, Արցախ եւ Թուրք! Artsakh strong! Armenia strong! Diaspora strong! Hachteluyենք! Aliyev of Azerbaijan and Erdogan of Turkey are dictators! The United Nations, the European Union, the State Department of the United States of America needs to wake up and not be blind. So I say to them with you, don't be blind. Open your eyes. Обмена ударами России, как и в двустороннем качестве, так и в формате Минской группы ОБСЕ, делала все возможное в интересах немедленной деэскалации и возвращения сторон за стол переговоров. Имеются многочисленные жертвы среди гражданского населения. Есть много погибших и раненых в результате применения Азербайджаном кассетных боеприпасов. 960 объектов инфраструктуры, зданий общественного и производственного назначения, энергоснабжение, связь, водоснабжение, мосты, школы, детские сады. Были полностью разрушены 25 важнейших объектов энергетической инфраструктуры. Մոսկվայում ձեռքբերված պայմանավորությունները Ադրբեջանը բացարձակապես չի կատարել եւ չի էլ պատրաստվել կատարելու։ Ադրբեջանի ղեկավարության կողմից հայտարարությունն այն մասին, որ նրանք պատրաստական են եղել կատարելու այդ պայմանավորությունները, լիովին կեղծիք են։ Ես արդեն նշեցի, Հադրութը գտնվում է մեր զինվորների լիարժեք վերահսկողության տակ, Հադրութի մերձակայքում եղել են դիվերսիոն խմբեր, կարող են այս պահին լինել, բայց քաղաքը բնակավայրը մեր վերահսկողության տակ է։